Տիկին Գալստյան, դուք առաջադրվել եք ընտրվելու որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եւ տեսա որ ձեր զեկուցման մեջ ոչ մի բան չխոսվեց ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հարցերի մասին, որը դա մարդու իրավունքների հանձնաժողովի հիմնական հարցերից մեկն է։ Եթե դուք դառնաք հանձնաժողովի նախագահ, ազգային փոքրամասնության հարցերի որ կարևոր հարցերի վրա ուշադրություն կդարձնեք։ Երկրորդ, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը դա ժողովրդավար երկիր է, ժողովրդավար պետություն է։ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար միշտ կատարվել են ամեն ինչ եւ ստեղծվել են բոլոր պայմանները։ Հիմա մեր կառավարությունում մեր վարչապետի անմիջական հանձնարարությամբ ստեղծվել է ազգային փոքրամասնությունների խորհուրդ, որի նախագահն դա աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանն է։ Այս խորհրդի մեջ կան նաև մի շարք նախարարների տեղակալ, որտեղ բոլոր ազգային փոքրամասնության հարցերը շոշափվում են եւ իրենց տեղում հարցերը լուծում են։ Միաժամանակ մեր երեխաների համար հրատարակվել են դասագրքեր եւ շաբաթական, որտեղ որ կոմպակտ ապրում են ազգային փոքրամասնությունները, ինչպես եզդիները, քրդերը, ասորիները, երեխաները սովորում են իրենց մայրենի լեզվով։ Սակայն մեր հարևան մի քանի պետություններ, ինչպիսիք են Իրանը, Սիրիան, Թուրքիան, այստեղ միլիոնավոր մեր ազգագիցներ կան, որոնք երեխաները չեն սովորում իրենց մայրենի լեզվով։ Դուք կոնկրետ պատասխանեք, սա համեմատական ձևով մարդու իրավունքների կոպիտ խախտում է, թե ոչ։ Պարոն Հասանով, ձեզ ճանաչում եմ արդեն 3-րդ գումարումից, այո, մենք եղել ենք նաև միասին 4-րդ գումարման падգամավոր։ Իմ խոսքում երևի վրիպել եք, չեք լսել, իհարկե ոչ շատ այսպես բացված, բայց բնականաբար շեշտեցի, որ ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ ուրեմն խնդիրների առանձնացրի ազգային փոքրամասնությունների խնդիրները, այնպես որ չեմ մոռացել եւ չէի կարող մոռանալ։ Ազգային փոքրամասնությունների խորհրդի մասին, որ նշեցիք, հրաշալի որ կա եւ ասեմ, որ բոլոր նախորդ իշխանությունների ժամանակ կամ նախագահի կախված երկրի մոդելից կամ ուրեմն վարչապետինքից կամ երկրի նախագահինքից եղել են ազգային փոքրամասնությունների խորհուրդներ, որոնք փորձել են լուծում տալ այս ոլորտի խնդիրներին։ Ես ոլորտի կարևորագույն գիտեմ, թե ես գիտեմ, տեսնում եմ, թե Հայաստանում ազգային փոքրամասնությունները ինչպես ներդաշնակորեն ինտեգրված ապրել են մեր բոլորի հետ, մեր կողքին, նույնիսկ ազգային պատկանելությունը երբևէ շատ հաճախ չենք իմացել եւ դա խնդիր չի եղել, բացարձակապես Հայաստանը ազգային փոքրամասնությունների նկատմամբ մշտապես ամենատոլերանտ երկրներից մեկն է եղել, բայց սա չի նշանակում, որ չկան խնդիրներ եւ դրանք հիմնականում կրթական եւ մշակութային խնդիրներ են, կրթական իրավունքների, մշակութային խնդիրների եւ այն ոլորտն է, որտեղ երբեք շատ չի լինում եւ լավ է որ այդ խորհուրդը վարչապետիկից շարունակում է, ես կարծում եմ գործադիրի մակարդակով կարող եք թե այնտեղ ձեր իրավունքները պաշտպանել եւ նաեւ ընտրվելու պարագայում Եթե ես ընտրվեմ, մենք միասնաբար, ինչպես ասեցի, որդեգրելու եմ ներառական աշխատավոճը, մենք միասին ոչ միայն ձեր հետ, այլ բոլոր ազգային փոքրամասնությունների հետ կքննարկենք իրենց համար բնորոշ, ավելի այսպես ծանր եւ ոչ ծանր խնդիրները, մարտահրավերները եւ դրանց միասնաբար կկարողանանք լուծումներ տալ, բայց ես գոնե գտնում եմ, որ այստեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում ճիշտ այնպես են պաշտպանված, ինչպես Հայաստանի քաղաքացի ցանկացած հայ մարդու իրավունքներ եւ երբեւե ես չեմ առերեսվել Հայաստանում դեպքի, որ ազգային պատկանելության բնորոշումներով հետապնդման ենթարկվում են եւ այլն, սա գրեթե բացառված մշակույթ է Հայաստանի համար։ Իսկ աշխատենք միասին եւ խնդիրների այսպես վերլուծություն կանենք, մոնիտորինգ կանենք եւ կտեսնենք, թե ինչպես կարողանանք լուծել, եթե կան այդ խնդիրները։ Արձագանք